Պարոն Բաբայան, ինչ process էր ներսում եւ արդեն ավարտվել է թե ոչ։ Մենք հարցաքննությունը ավարտեցինք, հիմա սպասում ենք, որ քննչականը դատարան ներկայացնի կալանքի վերաբերյալ միջնորդություն։ Հիմա կսպասենք, հենց միջնորդությունը կներկայացնեն, արդեն կալանավորման հարցի շուրջ քննությունը դատարանում կլինի։ Այսինքն միակերպը փաստացի կալանք։ Այս բանին իրենք ձերբակալել են հենց կալանավորման նպատակով եւ բնականաբար միջնորդություն կներկայացնեն կալանավորման համար։ Ինչ որ տեղեկություններ են տարածվում Ալեն Սիմոնյանի պահանջների վերաբերյալ 2 միլիոն հերքում ներողություն խնդրել եւ այլն, այս առնչությամբ ինչ կասեք։ Դրա մասին տեղյակ չեմ, բայց ձեր նշածը քաղաքացիական իրավական հարաբերությանն վերաբերում, եթե առանձին նման հայց ներկայացրելա չգիտեմ, այնուամենայնիվ այս վարույթը նախաձեռնվել Ալեն Սիմոնյանի հաղորդման հիման վրա, որը կարծեմ իրենք են արդեն հաստատել եւ ելի նույն մեղադրանքն է խուլիգանություն հաղորդակցման միջոցների օգտագործման, ինչով որ արդեն արդարացվել էին։ Այսինքն էլի մի հաղորդման ընթացքում կամ մի դեպքում նաև Facebook-յան գրառման էլի մեղադրում են խուլիգանություն կատարելու մեջ, ինչով որ ինչպես ասեցի նախորդ անգամ արդարացվել էր։ Ընդ որում ամենահետաքրքիրը որ դատախազը էլի նույնն է, այսինքն այն դատախազը, որը որ դատարանում եկավ մեղադրանքը պաշտպանեց եւ ըստ էության պարտվեց։ Ավետյանը, հիմա պարոն Ավետյանը նորից մեղադրանք է հարուցել։ Պարոն Բաբայան, հասկանալի է, ձևակերպումների շրջանակը արդեն հայտնի է, կա ինչ ձևակերպումներից է խուլիգանությունը այսպես ենթադրվել իշխանությունների կողմից։ Որոշակի արտահայտություններ կան, որը համարել են խուլիգանական։ Կոնկրետ որ հաղորդման վերջին հարցազրույցի հետ կապված էր կա ինչ-որ ամսի 10-ի, եթե չեմ սխալվում, նոյեմբերի 10-ի հաղորդման մասին է, եթե չեմ սխալվում, Պարոն Բաբայան, իսկ որքանով եք սա փոխկապակցված համարում, օրինակ մեր վերջին հարցազրույցը նախագահի հետ շատ քննարկեց մեծավ կարծեցի, թե սա ինչ-որ ազդեցություն ունեցել է, որպեսզի Ես կարծում եմ, որ դա այն հիմնական պատճառն է, որի համար արվեց, որովհետև եկեք հիշենք, թե ինչ կատարվեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչների կողմից այս ամբողջ ընթացքում, փաստորեն գիշերվանից սկսած անդադար ինչ-որ գրառումներ, ընդ որում շատ նույն Ալեն Սիմոնյանը շատ վատ արտահայտվեց տղաների նկատմամբ, հետաքրքիր որ քննչական օրինակ այդտեղ չի տեսել հանցակազմ, այդ վիրավորանքի մեջ կամ նաև դա ես կամ եթե այս դեպքում մենք ունենք խուլիգանություն, այն դեպքում էլ գուցե դիտարկենք խուլիգանության հարցը։ Չէ, միանշանակ, նայեք Ժորժ ջան, իրենք նաև իմ տեղեկություններով արգրավել են անտիֆեյքի ամբողջ գույքը, տեխնիկական միջոցները։ Չգիտեմ ավարտել են թե չէ, ես այնտեղ չեմ եղել, բայց արդեն այդ ամբողջը Ռուբենը Մելիքյանը հաստատեց, որ ամբողջությամբ դրանք արգրավել են։ Հետևաբար սա ակնհայտ է, որ լրատվամիջոցը փակելուն ուղղված գործողություն է, լրացնելուն ուղղված գործողություն։ Ներողություն, անցյալ նախորդ գործով չկարողացան ինչ-որ պատճառներով կամ խելքները չգիտեմ, վատ իմաստով խելքները։ Հիմա դες գնացել են այդ ամբողջ փակելու ճանապարհը։ Պարոն Բաբայան, իհարկե ամենևին չխորախոսելով, վիրավորական արտահայտություններ, բայց մենք տեսնում ենք, որ նույն թեկուզ հենց պատգամավորների կողմից իշխանական թևի կամ իշխանամետ այսպես բլոգերների կողմից շատ վիրավորական հայտարարություններ հնչում են, թե հոգևորականների հասցեներին, թե ընդդիմադիրների հասցեին, բայց նրանք այսպես աչք են փակվում, այսպես հիմա այս երկակի ստանդարտների մասին ինչ կասեք, ոնց է ստացվում, որ մի դեպքում այսպես հետևողական են իրավապահները գնում են հետևից, Շատ պարզ, մի դեպքում դա Նիկոլ Փաշինյանի համար է արվում կամ ուղիղ իր հրահանգով արվում, մի դեպքում նա ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների կողմից արվում։ Խտրականությունը հենց այնց է լինում, այլ կերպ չի լինում։ Պարոն Բաբայան, մենք այն ժամանակ էլ պնդել ենք, որ այդ արարքներում չկա խուլիգանություն հանցակազմը, եւ դա հաստատվել է առնվազն Առաջինացյանի դատարանի կողմից, եւ հիմա էլ պնդում ենք, որ Վազգեն Սահակյանյանի եւ Նարեկ Սամսոնյանի գործողություններում այդ հանցակազմը բացակայում է։ Հիմա մյուսների նկատմամբ ոչինչ չեն անելու, որովհետև դրանք հենց Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունն են կատարում։ Պարոն Բաբայան, տեղեկացանք, որ առավոտից թե ձեզ, թե պարոն Մելիքյանի խոչընդոտում էին մուտք գործել Սաղաթելյանի տուն, Սամսոնյանի բնակարան, այս հանգամանքով պայմանավորված ինչ քայլեր եք պատրաստում ձեռնարկել, արդյոք նաև միպից արձագանք եղել է, որովհետև այս ամեն ինչը հրապարակային է եղել։ Տեսեք, այո, մեր մուտքը խոչընդոտվեց, մեր լիազորությունների իրականացումը թույլ չտրվեց, որոնք շատ բիրտ մեթոդներով, այսինքն ուղղակի չէին թողնում ու վերջ, որ առանց որևէ բացատրության։ Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի հետ կապված, իրենք օգնել են ՄԻՊ-ի արագ արձագանքմանը որևէ բան ասելուց, անկեղծ օգնել են, որովհետև մի քանի անգամ ես դրա մասին եմ հայտարարել, երևի 7-8-10 անգամ ամենատարբեր հարցերով դիմել եմ։ Ըստ էության ոչինչ չի փոխվում։ Այո, եղել է, որ ՄԻՊ-ին դիմելուց ենթադրենք 20 րոպե հետո մտել եմ պաշտպանյալիս մոտ, բայց միևնույնն է համակարգային ոչինչ չի փոխվում։
եւ հետեւաբար ՄԻՊ-ին արդեն դիմելու անհրաժեշտությունը երևի թե վերացել ամբողջ։ Եվ վերջին հարց որպես մասնագետ, արդյոք քաղաքացու վրա թքելը, խուլիգանություն չդիտարկելը հնարավորություն է տալիս հիշյալ անձին դարձյալ կրկնել գործողությունը եւ արդյոք պետք է ակնկալել, որ մի օր գուցե նաև այս դրվագով կհարուցվեն գործեր, ինչպես օրինակ այստեղ այս ձևակերպումների համար։ Քաղաքացու վրա թքել չի կարելի անկախ ամեն ինչից, որևէ եղանակով։ Ես ժամանակին դա համարել եմ խուլիգանություն, հիմա էլ համարում եմ այդ արարքը խուլիգանություն, դրա համար մանրամասն իրավական բացատրություն եմ տվել, գլխավոր դատախազը համարել է, որ այդտեղ չկա խուլիգանություն, իրենք գիտեն։ Այս արարքներին երբևէ գնահատական կտրվի, այո, մի տարբերակով, երբ որ կփոխվի իշխանությունը։ Քանի այս իշխանությունը իշխում է Հայաստանի Հանրապետությունում, նրանց կատարած հանցավոր արարքների համար պատասխանատվություն չի լինելու։ Պարոն Պապայան, իսկ զարգացումն են հնարավոր, վերջնական վճռի հետ կապված ինչ-որ դիտարկումներ ունեք, որ կալանքի կգնան։ Իրենք արդեն ներկայացրել են կալանքի միջնորդություն, դե հիմա դեռ կապ ունի, թե ով կլինի դատավորը։ Շատ լավ գիտենք դատավորներ, որոնք որ անկախ ամեն ինչից կտան կալանքը։ Տեսնենք, սպասենք, տեսնենք ով է դատավորը, զրեք հասկանանք։ Արդեն հետարքիր է, որ բացի իրավական, փաստական հանգամանքներից նաև դիտարկենք դատավորի հանգամանքը։ Դա էլ է սկսել ազդեցություն, ով է դատավորը, հասկանանք։ Շնորհակալ եմ։